դու քո հայրենիքում հասել ես բարձունքների, դու ունես դիրք, հեղինակություն, քեզ ճանաչում եւ սիրում են շարքային քաղաքացուց մինչեւ հանրապետության նախագահ։ Ես չէի կարող այդ հնարավորությունը կորցնել ու մերժել, որովհետեւ դա անդառնալի կլիներ ըստ էության։ Որքանով էր տարբերությունը առօրյայի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների քո դեպքում, դու փաստացիորեն մի ոլորտ ես տեղափոխվել այստեղ ապրել, աշխատել, որը գլոբալ առումով շատ չէր տարբերվում քո երևանյան առօրյայից։ Այո, պահանջում է սեփական էգոն, սեփական եսասիրությունը մի կողմ դնելու բացառիկ հնարավորություն։ Ոչ ոք մեդալի հակառակ կողմին չի նայում։ Սննդամարությանն ու բնաբուժությանը հարող միջամտությունները, որոնք որ հաբեր են, խոտաբույսեր են, հոմեոպաթիան է, սննդային հավելումներն են, սննդակարգի փոփոխությունը, դա կարող է անել թե հիվանդ մարդը, թե առողջ մարդը, թե քրոնիկ հիվանդություններով մարդը, թե սուր վիճակում գտնվող մարդը, եւ թե կատարյալ առողջ մարդը։ Ես նաեւ կարողացել եմ այդ ճանապարհով ինքս ինձ բուժել, առողջական խնդիրներից ձերբազատվել, կարողացել եմ իմ մտերիմների ու հարազատների կյանքը բարելավել։ Ողջույն, այսօրվա իմ հյուրը Մարատ Հայրապետյանն է, նույն ինքը Մարատ Հայ։ Ուզում եմ, որպեսզի դու պատմես քո ճանապարհը սկզբից, որովհետև դու արդեն իսկ կյանքի շատ կայացած փուլում ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ունեցել ես եւ անուն, եւ դիրք, եւ պաշտոն, եւ բեկումնային իրադարձություն քո կյանքում գալիս ես մի երկիր, որտեղ որ ստիպված ես սկսել ամեն ինչ նորից։ Ինչպես եղավ այդ ճանապարհը։ Նոր մաքուր էջից։ Այո, այդ ճանապարհը իհարկե հեշտ չէ, որովհետև երբ դու քո հայրենիքում հասել ես բարձունքների, դու ունես դիրք, հեղինակություն, քեզ ճանաչում եւ սիրում են շարքային քաղաքացուց մինչեւ հանրապետության նախագահ, շարքային գործարարից մինչեւ ամենահայտնի գործարար, այսինքն բոլոր ոլորտների մասնագետները, մարդիկ, քո ժողովուրդը քեզ ընդունել են, ընկալել են այնպիսին, ինչպիսին որ կաս, դու էլ համակերպվել ես քո կարգավիճակի հետ, այդ ամեն ինչը մեկ էլ հանկարծ մի օր թողնել, գալ նոր երկիր եւ սկսել ամեն ինչ զրոյից, բավականին դժվար է։ Դա պահանջում է կամք, պահանջում է աշխատասիրություն, պահանջում է նպատակասլացություն, պահանջում է սեփական էգոն, սեփական եսասիրությունը մի կողմ դնելու բացառիկ հնարավորություն, որը ես քչերի մոտ եմ առասարակ տեսնում։ Միակ բանը, որ պիտի ասեմ, որ հեշտ է եղել, դա այն է եղել, որ ես չեմ անցել էմիգրանտներին բնորոշ այդ տանջալի ճանապարհներով տեղափոխման առումով, որովհետև ես Աստծո կամոք եւ նախախնամությամբ շահել եմ green card։ Եվ հետեւաբար պարզապես գնել եմ իմ թռիչքի տոմսը դեպի Միացյալ Նահանգներ, նստել եմ ինքնաթիռ, եկել եմ։ Իսկ green card-ը լրացնելու process-ը նպատակային է եղել։ Տարբերակով է արվել եւ նախաձեռնողը եղել է իմ եղբայրը, որովհետեւ ես այդ ժամանակահատվածում որևէ մտադրություն չունեի Միացյալ Նահանգներ գալու, ինքն է արել ու այդպես շատ պատահաբար ես շահել եմ այդ green card-ը։ Պիտի ասեմ, որ դա եղել է 2007-ին, բայց ես 2007-ին չեմ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ես շարունակում էի սովորել Հայաստանում, այնուհետև արդեն աշխատել, իմ տեխնացուական ատենախոսություն եմ պաշտպանել արվեստաբանության, մշակույթի նախարարությունում եմ աշխատել, համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ եմ եղել։ Պարզապես գնացել եկել եմ։ Եվ հետո մի իրավիճակ առաջացավ, որտեղ գիտեք, green card-ը ստեյության որոշակի ժամկետ ունի եւ հետո գալիս է հարց քաղաքացիության դիմելու։ Կամ դիմում ես, կամ կորցնում ես։ Ես պատրաստ չէի կորցնելու ամերիկյան քաղաքացի դառնալու հնարավորությունը, որովհետեւ նախ այդ գալու եւ գնալու ժամանակահատվածում անչափ կապվել էի այս երկրի հետ եւ այս երկրում եւս ուսումնառություն ունեցա եւ սկսեցի շատ սիրել երկիրը իր բոլոր առավելություններով եւ թերություններով հանդերձ, այն դարձավ ինձ համար հարազատ երկրորդ տուն, հետեւաբար ես չէի կարող այդ հնարավորությունը կորցնել ու մերժել, որովհետեւ դա անդառնալի կլիներ ըստ էության, հետո նորից դրան վերադառնալ կարծում եմ հնարավոր չէր լինի։ Այդ ժամանակահատվածում տեղափոխվել եմ այստեղ հյուպատոսարանում աշխատել որպես խորհրդական գլխավոր հյուպատոսի եւ այնուհետեւ արդեն հիմնել եմ իմ առողջապահական կենտրոնը, բայց այդ ընթացքում նաեւ սովորում էի սննդաբանություն եւ բնաբուժություն։ Հետեւաբար առողջական կենտրոն հիմնելը տրամաբանված էր
Եվ ես ասեմ ավելին, ես աշխատում էի մինչ այդ առողջապահական կենտրոնը այլ անուն ուներ եւ այլ կոնցեպտ ուներ։ Ես աշխատում էի այնտեղ պարզապես որպես սննդաբան, հետո հնարավորություն ստեղծվեց այն վերափոխելու, վերանվանելու, վերցնելու եւ ձևափոխելու, վերածելու այն մի ամբողջական կենտրոնի միայն ուղղված բնաբուժության եւ ալտերնատիվ մեթոդաբանության վրա։ Որքանով էր տարբերությունը առօրյայի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների քո դեպքում, հա, դու փաստացիորեն մի ոլորտ ես տեղափոխվել այստեղ ապրել, աշխատել, որը գլոբալ առումով շատ չէր տարբերվում քո երևանյան առօրյայից։ Կան մարդիկ, ովքեր որ տեղափոխվում են, հնարավոր է ըստ մասնագիտության չեն աշխատում, դու նման խնդիրների հետ չես բախվել երբևէ։ Ըստ մասնագիտության, եթե խոսում ենք երաշտական մասնագիտության մասին, ապա ես ըստ մասնագիտության չեմ աշխատել այստեղ, որովհետև երբևէ չեմ երգել կոմերցիոն տեսանկյունից, այսինքն դա իմ գումար վաստակելու ճանապարհը չի եղել։ Քաղաքականության առումով, այո, նախարարի խորհրդականի կարգավիճակից տեղափոխվել եմ այստեղ գլխավոր հյուպատոսի խորհրդականի կարգավիճակով, ըստ մեծ բան չի փոխվել, բայց իհարկե սննդաբանությունը ու բնաբուժությունը սկսվել է այստեղ։ Ես դրանով երբեք չեմ զբաղվել Հայաստանում։ Հայաստանում դա բացառապես արվեստի եւ կարելի ասել, որ Միացյալ Նահանգները քեզ տվեց այդ հնարավորությունը, որպեսզի ընտրես այդ ոլորտը եւ շարունակես հետագայում քո գործունեությունը այդ ոլորտում։ Այո, հնարավորությունները չէ, բայց հիմնականում ցանկությունը եւ պատճառներն ու պայմանները լինեին, միգուցե նաեւ դրանով այնտեղ էլ զբաղվեի, բայց այստեղ որոշակի իրադարձություններից ելնելով ավելի շատ իմ ուշադրությունը կենտրոնացավ հենց սննդաբանության եւ բնաբուժության վրա, եւ ես խորապես սկսեցի զբաղվել հենց այդ բնական բնաբուժության եւ սննդաբանության ոլորտում։ Շատ, որովհետև ես նաև կարողացել եմ այդ ճանապարհով ինքս ինձ բուժել, առողջական խնդիրներից ձերբազատվել, կարողացել եմ իմ մտերիմների ու հարազատների կյանքը բարելավել եւ սկզբից դա իհարկե որպես նախասիրություն էր, որ ես ուղղակի օգնում եմ ինձ, օգնում իմ բարեկամներին, իմ մտերիմներին, իմ հարազատներին։ Այնուհետև դա նախասիրությունից հոբից դարձավ արդեն մասնագիտություն, որովհետև ես հասկացա, որ կարող եմ այս ճանապարհով օգնել նաև այն մարդկանց, ովքեր իմ նեղ ընկերնական կամ հարազատական կամ բարեկամական շրջանակներում չեն, բայց ունեն նույն միջամտության եւ օգնության կարիքը։ Եվ առհասարակ ես իմ տեսակով ուղղակի մենք քիչ առաջ կադրից դուրս խոսում էինք խնդիրներից, որոնք մեզ պերֆեկցիոնիստ, հա, կատարելապաշտ են դարձնում։ Իմ տեսակն այնպեսին է, որ եթե ես որևէ գործով զբաղվում եմ, դա նույնիսկ եթե սկսվում է որպես նախասիրություն, ապա վերջում դա անպայման վերածվելու է մասնագիտության։ Ես չեմ կարողանում ինչ-որ մի բանով զբաղվել ուղղակի որպես նախասիրություն, որտեղ շատ եմ սկսում խորանալ այդ գծը, բայց նաև շատ խանգարող հանգամանք է, ես կարծում եմ, եւ հատկապես երբ որ դու արդեն բացում ես քո անձնական բիզնեսը, քո գործը եւ արդեն իսկ դա կայացած աշխատանք է, պերֆեկցիոնիստ լինելը ես ենթադրում եմ, որ շատ խանգարում է աշխատողներին ընտրելու հարցում, հաճախորդների հետ աշխատելու հարցում, որովհետև շատ հաճախ քո պատկերացումներին այդ ամեն ինչը հնարավոր է եւ չհամապատասխանի։ Ինչպես ես հաղթահարել այդ հոգեբանական Դու հաղորդման սկզբում օգտագործեցիր մի բառ, որ ես առաջին անգամ եմ լսում իմ հասցեին ուղված գործարար ասելով։ Ես ինձ երբևէ ըստ էության, որովհետև այո, եթե ունես բիզնես գործարար ես, այո, բայց ես ինձ երբևէ գործարար չեմ համարել ու չեմ համարում, կարծում եմ, որ ես բիզնեսից բավականին հեռու մարդ եմ եւ լավ բիզնեսմեն չեմ ըստ էության, որովհետև բիզնես մտածելակերպ ունեցող անձնավորությունը մշտապես առաջնային է համարում շահը, ինչն է ձեռնտու, ինչպես է պետք անել, որպեսզի ավելի շատ եկամուտ ապահովել։ Իմ մոտ բոլորին հակառակն է։ Ես մտածում եմ միայն ինչ կարելի անել, որ հնարավորինս մատչելի լինի, հնարավորինս հասանելի լինի, հնարավորինս շատ մարդկանց կարողանամ օգուտ տալ։ Պետք է ասեմ, որ իմ աշխատակիցները, այն մարդիկ, ովքեր աշխատում են իմ վերահսկողության ներքո, ինձ մշտապես մեղադրում են այդ վարքագծի համար, ասում են, այ դուք իզուր եք անում այսպես, շատ եք ժամանակ տրամադրում, եթե ձեր կոնսուլտացիան 30 րոպեի մեջ տեղավորվեք, մի թողեք որ այն վերածվի 2 ժամանոց կոնսուլտացիայի, մի տվեք ավելորդ զեղչեր, իմ պարագայում չի աշխատում, դրա համար ես եկել եմ այն եզրահանգման, որ ինձնից լավ բիզնեսմեն դուրս չի գա։ Քո տեսակը ճանաչելով ես հասկանում եմ, որ ինչ գործունեություն էլ դու ծավալում ես, կլինի Հայաստանում, կլինի Միացյալ Նահանգներում, դա ի նպաստ մարդկության է եւ ի նպաստ հայության է։ Կարելի է, հա, մնալ սեփական բիզնեսի շրջանակներում, մտածել սեփական շահի մասին եւ այդքանով սահմանափակվել, բայց դու չես սահմանափակվել այդքանով։ Այսօր դու քո դիրքով զբաղեցրած պաշտոններով ի նպաստ հայության ծավալում ես ահռելի մեծ գործունեություն, որի մասին հնարավոր է, որ շատ մարդիկ նույնիսկ չեն էլ կարողանում պատկերացնել, ինչպես մեկ անհատը կարող է փակել տարաբնույթ ոլորտներ
տեղավորվելով ընդամենը օրվա 24 ժամերի մեջ։ Ինչպես ես հասցնում եւ հաջողում։ Ինչպես ես հասցնում եւ հաջողում հարցը, ես լսում եմ ամեն օր, օրը մի քանի անգամ իմ ընկերներից եւ պատահական մարդկանցից։ Իսկապես բարդ է, որովհետեւ այդ բոլոր գործառույթները, որոնք ես վերցրել եմ իմ վրա, արվում են ի հաշիվ իմ ժամանակի, արվում են ի հաշիվ իմ բիզնեսի, իմ գործի եւ իլուր աշխարհի պիտի բացահայտ նաեւ ասեմ, որ դրանք ոչ միայն չեն նպաստում իմ մասնավոր գործին, այլև ահռելի կերպով խանգարում ու խոչընդոտում են, մասնավորապես նյութական առումով։ Բայց ինչպես ես արդեն ասացի, իմ մեջ միշտ խոսում է հայասեր, հայապաշտ, մարդասեր ու մարդապաշտ մարադը եւ ոչ թե գործարար մարադը։ Դրա համար էլ ես զբաղվում եմ այդ ամենով ի հեճուկս բոլոր այն խոչընդոտների, այն ծառացած խնդիրների, որոնք առաջանում են, փորձելով դրանք սքողել, անցնել, շտկել եւ շարժվել առաջ։ Ճիշտ նկատեցիք, որ իմ զբաղվածությունը տարբեր ոլորտներում է, թե մշակույթի ոլորտում, թե բնաբուժության ոլորտում, թե կոնսերվատիվ առողջապահության ոլորտում եւ դրանք շատ տարբեր են իրարից ու պահանջում են առանձին ժամանակ, առանձին նվիրվածություն, առանձին աշխատանք եւ ուժի ու ջանքի ներդրում ու գործադրում եւ դրանք ներդաշնակորեն իրար զուգակցել, միացնել կամ անել միաժամանակ հնարավոր չէ։ Դրանք 3 տարբեր ոլորտներ են, որոնք պահանջում են 3 տարբեր տեսակի, ուրեմն մոտեցումներ եւ որոշումներ եւ առհասարակ դա նույնպես իր հերթին բարդացնում է այս ամբողջ գործընթացը, բայց Ինչն է քեզ մոտիվացնում այդ ինձ դեպքում, մոտիվացնում է այդ կամավոր ըստեյության աշխատանքի մեջ այն, որ ես տեսնում եմ իմ արած գործի արդյունքում ծրագրեր, որոնք իրականանում են, երջանիկ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ չեն կարողացել իրենց ուզածին հասնել եւ հիմա կարողանում են հասնել, բավարարված մարդիկ, բոլոր ոլորտների մասին է իմ ջահոց խոսքս, մասնավորապես արվեստի եւ մշակույթի, բայց առհասարակ նաեւ առողջապահության եւ մյուս ոլորտների, հասարակական առումով նաեւ։ Ես տեսնում եմ մարդիկ, ովքեր գիտակցում են իմ տվյալ պարագայում կարևորությունը տեղ լինելու, որովհետև հասկանում են, որ այ կա մի մարդ, որը սրտացավորեն, անաչառ, առանց հետին մտքի, առանց երկակի ստանդարտների, առանց ինչ-որ սեփական շահը ունենալու պլանների, այնտեղ է ուղղակի մեզ օգնելու, մեզ աջակցելու իր ուժերի ներածի չափով։ Արդյոք դա միանշանակ զգացողություն է եւ դու գնահատված զգում ես բոլորի կողմից չկա արդյոք մարդկանց այն հատվածը, որը ամեն դեպքում չի հավատում այդ մաքրությանը, այդ անաչառ գործունեությանը եւ իհարկե կան։ Ուզում եմ խոսես դրա մասին։ Կան, որովհետեւ ես միշտ կարծում եմ, որ ամեն մարդ դիմացինին դատում է իր տեսակին համապատասխան եւ երբ մարդը ստախոս է, ինքը բոլորին նայում է այդ դիտանկյունից, որ բոլորն են ստախոս։ Երբ մարդը խաբեբա է, բոլորին ընկալում է որպես խաբեբա։ Երբ մարդը իր կյանքում հաջողությունների է հասել, ինչ որ քերիների, հորեղբայրների ու բարձրաստիճան բարեկամների միջոցով նա բոլորի մեջ տեսնում է այդ նույն ճանապարհով հաջողության հասածին եւ չի ուզում հավատալ, որ կան մարդիկ, ովքեր կարող են իրենց նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ, տքնաջան աշխատանքով հասնել ինչ-որ հաջողությունների կան, բայց արդյոք այդ մարդկանց կոմենտները կամ այդ մարդկանց կարծիքները մենք պիտի շատ մոտ ընդունենք մեր սրտին, թերևս ոչ։ Իհարկե ցավ պատճառող են դրանք, ես էլ այն մարդկանցից չեմ, որ գիտեք ասում են, չէ, կան մարդիկ, որ ասում են, ինձ չէ, չես կարող ամբողջությամբ չանտեսել, ես չեմ հավատում։ Էդ եմ ասում, ես այն տեսակն եմ, որ չեմ կարողանում անտեսել, որովհետեւ ինձ այնուամենայնիվ դա ցավ է պատճառում եւ ես տեսնում եմ ինչ որ մեկին, որ թյուրըմբռնում ունի այդ գործունեության հետ կապված, բայց կան մարդիկ, ովքեր I don't care, իրենք բացարձակ ուշադրություն չեն դարձնում։ Ես իմ, չգիտեմ, հորոսկոպի նշաններից ելնելով, իմ տեսակից, իմ էության, իմ բնավորության, իմ հոգու, ես մի քիչ ավելի զգայուն եմ, նրբանկատ եմ եւ ինձ ավելի հեշտ կարելի է նեղացնել, վիրավորել։ Դրա համար մի քիչ ավելի ծանր եմ տանում։ Ես գիտեմ նաև քո ընտանեկան պատմությունը, հա, այսինքն դու չես ունեցել այնպիսի բարեկամներ, աջակիցներ, ընկերներ, ովքեր որ քեզ շատ օգնեն կայացման ճանապարհին, ինչին որ հասել ես ինքնուրույն, հասել ես աշխատանքի արդյունքում, բայց հնարավոր է, որ կողքից դա էլ է խանդի զգացողություն առաջացնում, եւ շատ մարդիկ չեն էլ հավատում, որ հնարավոր է այդպիսի բան, այլ ուզում եմ կիսվես դու քո փորձով, թե ինչքանով է հնարավոր ինքնուրույն քո աշխատասիրության, քո գիտելիքի հաշվին հասնել ինչ-որ մի պաշտոնի եւ ինչ է դրա համար անհրաժեշտ։ Իհարկե, իմ բարեկամների շրջանակներում եղել են ազդեցիկ կայացած մարդիկ,
ովքեր հոգեպես ինձ աջակցել են, ովքեր որոշ դեպքերում միգուցե նաև ինչ որ հարցերում կարողացել են, այո, ճիշտ ուղու վրա դնել եւ տվյալ պարագայում նույնպես հանդես գալ որպես աջակից, բայց դրանք եղել են ոչ վճռորոշ ու ոչ այդպես ահռելի ազդեցություն։ Ու այդ բոլորը եղել են Հայաստանի շրջանակներում մասնավորապես, որովհետև մենք գիտենք, որ Հայաստանում ինչքան էլ դու լինես շնորհալի, տաղանդավոր, նվիրված քո գործին, միևնույն է որոշակի աջակցություն քեզ պետք է ինչ որ բանի հասնելու համար։ Միացյալ Նահանգներում պատասխանելով հարցիդ պիտի ասեմ, որ դու կարող ես հասնել մեծ հաջողությունների առանց որևէ մեկի աջակցության, որովհետև այստեղ շատ ավելի կարևոր է քո տեսակը, քո առանձնահատկությունները, քո նպատակայնությունը, թե դու ինչեր ես պատրաստ հաղթահարելու քո երազանքին հասնելու համար։ Պիտի անկեղծ լինենք ամեն դեպքում, հասկանում եք, որովհետև մենք տեսնում, այո, Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր կարողացել են ինքնուրույն այդ ամեն ինչին հասնել, բայց Հայաստանում այնուամենայնիվ այդ ամենի հետ մեկտեղ միևնույն է պետք է որոշակի մղիչ ուժ, որը որ այստեղ ես պիտի բաց կերպով ասեմ, որ թե իմ եղբոր Էդգարի տարբերակում բոլորին դրա կարիքը չի եղել եւ այո, առանց որևէ մեկի լուրջ միջամտության եւ այսպես ներգրավվածության, միակ լուրջ միջամտություն ներգրավվածությունը եղել է Տիրոջ մեր Քրիստոս Աստծո ուրեմն միջամտությունը եւ ինչպես ասում են Աստծո ուղիները անմեկնելի են եւ ես հավատացած եմ եղել միշտ որ եթե ինձ ճանապարհը եւ ճակատագիրը տարել է այս ուղղությամբ ուրեմն դրա համար կան ինչ-որ պատճառներ ուրեմն այդպես էր պետք ուրեմն այդպես է գրված ուրեմն պետք չի անդիմանալ դրան եւ հակառակը պետք է գնալ այդ ճանապարհով ու տեսնել թե ինչ է պատրաստված քեզ համար ի վերջո Աստված մեզ ստեղծել է տվել է մեզ ուղեղ մարմին, ձեռքեր, ոտքեր, հա, եւ բոլոր այն միջոցները, որոնք մենք պիտի ի գործ դնենք, որպեսզի կարողանանք հասնել, ըստ տունը նստել բազմոցին ուղակի հուսալ, որ երկնքից մանան այդ հապվելու գլխի, դա իհարկե դա ուտոպիա է եւ դա դեպի առ ոչինչ տանող ճանապարհ է։ Պետք է լինել աշխատասեր, նպատակասլաց, հավատալ, որ քո արած գործը պետք է մարդկությանը, մի քիչ լինել նաեւ իրատես, որովհետեւ ես շատ եմ տեսնում այդ իրատեսությունից կտրված մարդկանց, հատկապես երկարվեստում։ Ասեք, ես անուններ չեմ տալիս, որպեսզի չվիրավորեմ, չնեղացնեմ, բայց նույնը չեմ կարող ասել բժշկության կամ առողջապահության ոլորտում, որովհետև այնտեղ շատ հստակ է, եթե դու լավ մասնագետ չլինես, տարբերակ չունես մեծ հաջողությունների հասնելու։ Միգուցե կարողանաս ժամանակավոր հաջողության հասնել, բայց շատ արագ այդ ստեղծված այդ fake իմպերիան, այդ կեղծ աշխարհը, որը դու ստեղծել ես, կփլվի, շատ արագ կփլվի, որովհետև ի վերջո 1, 2 եւ մի քանի սխալ վիրահատություն կամ սխալ միջամտություն կամ սխալ օգնություն եւ շատ արագ քո անունը կհեղինակազրկվի։ Երկարվեստում, մշակույթում, արվեստում առհասարակ, կերպարվեստում, կարևոր չի արվեստի ճյուղերում, դա այդքան էլ այդպես չի։ Ցանկացած մարդ ինքն իրեն համարում է, լավ, չասեմ ցանկացած, որովհետեւ կան իրատես մարդիկ, ինչպես ես եմ, քիչ են, բայց կան, ովքեր հստակ կարող են հասկանալ իրենց առավելությունները եւ իրենց թերությունները, ովքեր կարող են կանգնել հայելու առաջ, նայել իրենց ու ասեն, որ գիտես, դու ես գործում լավ ես, բայց այս գործում լավ չես։ Երևի թե սա նաեւ եկել է իմ մայրիկից, որտեղ մայրս շատ իրատես անձնավորություն է։ Երբեք չի եղել այն իր երեխային կուրորեն սիրահարված ծնողից, որ կարևոր չի, որ երեխաս ասենք ագրավի նման ձայն ունի, բայց այդ ձայնը ինձ սոխակի ձայն է հիշեցնում։ Չէ, միշտ ինձ հստակ ասել է, Մարա, դու այս բանը լավ ես անում, բայց այս բանը լավ չես անում։ Դու այստեղ շնորհք ունես, այստեղ միջակից էլ ցածր ես։ Այսինքն ընդունել ես այդ ես ընդունել ասածը, եմ, նեղվել եմ, փոքր երեխա եմ եղել, թեկուզ կամ պատանի կամ պարմանի նեղվել եմ, միգուցե նաև արտասվել եմ, վիրավորվել եմ, բայց հետո հասկացել եմ, որ ճիշտ է ասում, որովհետև այդ ասածները հիմքեր ունեն եւ հենք ունի։ Եվ հիմա, երբ հետ հայացք եմ գցում, ոչ միայն չեմ մեղադրում, այլև շնորհակալություն եմ հայտնում դրա համար, որովհետև հասկանում եմ, որ այդ մարդը ինձ փրկել է սին երևույթների հետևից գնալու եւ արդյունքում անհաջողության մատնվելու։ Տեսեք, Լոս Անջելեսի հետ կապված մի հետաքրքիր արտահայտություն կա, չէ՞, ասում են որոշների համար սա Լոս Անջելեսը, իսկ որոշների համար սա Lost Angeles-ը։ Այսինքն այդ պարտված, կորած, մոլորված հրեշտակների քաղաքը, որովհետեւ մարդիկ գալիս են Լոս Անջելես մեծ երազանքներով, որ իրենք հասնելու են մեծ հաջողությունների եւ ոմանք հասնում են, իսկ ոմանք ուղղակիորեն կործանվում են այս քաղաքում։ Որտեղ ոչ ոք մեդալի հակառակ կողմին չի նայում։
Այո, այստեղ պետք են այդ սթափ խորհուրդ տվողները, ոչ թե, ինչպես ասում են ռուսերենում, վեշեց լապշու на уши, հա, ոչ թե ինչ որ խապկանքների հետևից գնալով, ուղղակի դիմացինին հաճոյանալ փորձելով։ Գիտեք, ես կարծում եմ, որ լավ ընկերը, ճիշտ բարեկամը, հարազատը նրանք չպիտի փորձեն քեզ հաճոյանալ, նրանք քեզ պիտի ճիշտ ասեն։ Դու քեզ կարող ես սուտ ասել, Անկեղծ լինեն, այո, անկեղծ չլինելու խափել, մարդը, որ ում դու հետաքրքիր չես, դու կհաջողես, թե կմատնվես անհաջողության։ Իսկ այն մարդը, ով իսկապես քո համար ցավում է, այո, սրտացավ է, նա միայն քեզ պիտի ասի ճշմարտություն, եթե նույնիսկ այդ ճշմարտությունը դառն է եւ քեզ կարճ ժամանակահատվածում ցավեցնելու է։ Մնում է, որ դու ճիշտ կարողանաս այդ անկեղծությունը ընդունես Այո, եւ դիմացինին չնեղացնես ու չհակառակվես, որովհետեւ հակառակ դեպքում հաջորդ անգամ տվել մարդը կարծում եմ էլ անկեղծ չի լինի քեզ։ ճիշտ է, այո, շատ ճիշտ ես նկատում, որովհետեւ երբեմն գնում ես միջոցառումների համը, նայում ես, չգիտեմ, ինչ որ մեկին, ով իրեն համարում է նկարիչ, դու հստակ տեսնում ես, որ մարդը նկարիչ չի։ Հասկանում ես, բայց ինքը իրեն համարում է, որ ինքը համաշխարհային մեծություն է կամ չունի ձայն, բայց երկում է համերգներ է տալիս ու համարում է, որ ինքը ու արդեն, չգիտեմ, արդեն 40 տարեկանի հասել դեռ ոչինչի ըստ էության չի հասել, բայց շարունակում է իր գործունեությունը իրականացնել ու ես ցավ եմ ապրում։ Ես ցավ ապրում եմ, տեսնում ասում եմ, ինչ մեղք է այս մարդը, որ չի գիտակցում, որ սխալ ուղի է ընտրել։ Հասկանում ես, ժամանակին հետ կանգնելն է հերոսություն։ Դու կարող ես ինչ որ մի կետի հասնել ու ասել, որ գիտես, վերջ, արի ես հենց այս կետին կանգնեմ ու կամ իմ մասնագիտությունը փոխեմ կամ այն վերածեմ ուրիշ, ասենք մանկավարժությամբ զբաղվեմ տվյալ ոլորտում։ Ես լավ երգչուհի չեմ, ասենք, կամ լավ երգիչ, բայց կարող եմ լավ դասավանդել ու լավ ուսանողներ կամ մատաղ սերունդ դաստիարակել, հա։ Ես լավ նկարիչ չեմ, բայց կարող եմ ունենալ նկարչական խմբակ եւ երեխաներին սովորեցնեմ նկարել։ Ուշ կայացրած ճիշտ որոշումը Նույնիսկ ուշ կայացրած ճիշտ որոշումը ավելի լավ է, քան այդպես էլ չկայացրած որոշումը, որովհետեւ այդ չկայացրած որոշման տեր մարդկանց եւ իրենք են արդյունքում փոշմանում ու տանջում եւ իրենց ընտանիքի անդամները եւ շրջապատի մարդիկ, ովքեր անընդհատ ստիպված են այդ կեղծիքը խաղարկային առումով օգտագործել այդ մարդու շրջապատում, որպեսզի չնեղացնեն այդ մարդուն։ Եթե դու քո ճանապարհը Միացյալ Նահանգներում նորից վերապրեիր ու նորից սկսեիր, արդյոք կանեիր նույն քայլերը, թե կան բաներ, որոնք որ այլ կերպ կանեիր։ Կարծում եմ կանեի նույն քայլերը, որովհետև արածներիս համար չեմ զղջում, տեսնում եմ, թե մի հսկայական բանակ ինչպես է ինձ իմ արածները գնահատել եւ արժևորել։ Դրա համար կարծում եմ, որ այո, նույն կերպ կշարունակեի օգտակար լինել, աջակցել, ի հաշիվ իմ ժամանակի, ի հաշիվ իմ ռեսուրսների, իմ առողջության, իմ քնի, իմ նյութական հնարավորությունների, որովհետև հավատացած եմ, որ նյութական արժեքներով չի մարդը երջանիկ։ Մարդը երջանիկ է, երբ տեսնում է, որ ինքը պիտանի է այլոց համար։ Երբ դու զգում ես քեզ պիտանի, շատ մարդիկ ունենում են հոգեմտավոր խնդիրներ, չէ, շեղումներ, դառնում են ինչ որ առումով suicidal կամ իրենց կյանքին ուզում են վերջ տան կամ ինչ որ նման բաներ անեն։ Դրանք են մարդիկ են հիմնականում, ովքեր իրենց համարում են ոչ պիտանի, համարում են, որ իրենք ոչ մեկին պետք չեն, ոչ մեկ իրենց չի սիրում, իրենք ոչ մեկի կյանքում որևէ նշանակություն ու ազդեցություն չունեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ իրենց ներկայությունը, գոյությունը, իրենց առօրյա գործունեությունը օրհասական է որոշ մարդկանց համար, նրանք երբեք նման մտքեր չեն կարող ունենալ։ Ունես անցած ճանապարհ ու քեզ տեսնելով հասկանում եմ, որ կանգ առնող տեսակ չես։ Որն է հաջորդ քայլը լինելու։ Հաջորդ քայլերի հետ կապված դժվար է խոսելը, ինչպես ասում են, թե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրանք պլանների մասին, ես միշտ հակված եմ, որ ինչպես որ ճանապարհը կտանի, ես այնպես էլ կգնամ եւ վստահ եմ, որ Աստված ինձ կուղղորդի։ Դու չես գծագրում եւ նախագծում, թե ուղղակի պահում ես թաքուն մինչև իրականություն դառնա։ Չէ, թաքնապահ չեմ եւ գաղտնապահ չեմ եւ այդ տեսակի մարդկանցից չեմ, որ վայ հանգարց մինչև չլինի մեկ ինչ ասես, որ աչքով չտանք, ոչինչ, չէ, նման բաներ միանշանակ ոչ, բայց այն մարդկանցից էլ չեմ, որ պարզապես խոսում են ինչ որ պլանների մասին, որտեվ էլի եմ ասում, պլաններ կազմել, այ մենք էլի կադրից դուրս մի բանի մասին ենք խոսում, որ պարզապես ինչ որ բաներ ծրագրել, բոլորս կարող ենք տարբեր բաներ ծրագրել, անիրական, անիրագործելի։ Տեսլական ունենաս, թե ինչպես է դա իրականացնել։ Այո, այսինքն ծրագիր կազմելը մի բան է, բայց այդ ծրագիրը իրականություն դարձնելը բոլորովին այլ բան է։ Դու պետք է հասկանաս, թե չէ այդպես ուղակի ինչ որ երազանքին մոտ բաներ, որ այս կարելի անել, այն կարելի անել, հա, ամեն ինչ կարելի անել, բայց ո՞նց ենք դա անելու, եկեք հասկանանք։ Այսինքն խնդիրներին լուծում տալ,
Սա շատ կարևոր հատկանիշ է, որը իմ կարծիքով ցանկացած որևէ պետական պաշտոն զբաղեցնող մարդ պիտի ունենա։ Ոչ թե խոստումներ տալ, ինչ որ բոլորը այսօր անում են, միայն խոստում են տալիս։ Հետո որ այդ մարդուն ասում են, ես քո տված խոստումը դու ո՞նց ես իրականացնելու։ Ինքը չգիտի դրա ճանապարհը, ինքը միայն խոստում է տալիս, մտածելով, որ որոշ մարդիկ այդ ներողություն գրեի կարտացիոնից համար այդ կուտը կուտեն եւ այդպես գործը առաջ կգնա, բայց շատ կարևոր է հասկանալ, լավ, ես բանը թեկուզ եթե խոսք չմտվեի մտքում է ծագել այս միտքը, ես ինչպես եմ հասնելու դրա իրականացմանը, ինչ ուրվագծով, ինչ նախագծով, ինչ ռեսուրսներով, ումով, ու եթե չկան այդ հարցերի պատասխաններ, ուրեմն ավելավ է դրա մասին չխոսել, որովհետև դա ուղղակի ծիծաղաշարժ է։ Մի անգամ մարդիկ կլսեն, կընկալեն ինչ որ մի կերպ, 2-3 եւ արդեն քեզ կընկալեն որպես պորոտախոս, ստախոս, ինչ որ մի դատարկաբան անձնավորություն։ Այո, ինչպես մենք տեսնում ենք այսօր մեր շրջապատում շատ կան այդպիսիք։ Շատ են եւ բավականին խանգարող են կարծում եմ տվյալ տեսակի մարդկանց ներկայությունը այն մարդկանց ֆոնին, ովքեր որ իրականում զբաղվում են գործող, իրականում ունեն տեսլական, իրականում ունեն պլաններ եւ նպատակներ, որոնք իրականացման։ Երբեմն իրական գործողները այդքան տպավորիչ չեն թվում, ինչքան այդ պարզապես խոստումներ տվողները։ Չեմ վախենում արտահայտվել, բայց շատ հաճախ այդ մթնոլորտում կորում է իրական գործ անողը, որովհետև աղմուկը այնքան շատ է կողմնակի, որ դու արդեն չես էլ հասկանում, որ նա ճիշտ, որ նա սխալ, որ նա իրատեսական, որը չէ, ում կողմից լինես, ում հետևես եւ ում ուղակի անտեսես։ Համաձայն եմ։ Որը իրականում ես կարծում եմ երկիրն էլ շատ կապ չունի, կլինես Միացյալ Նահանգներում, թե ցանկացած այլ երկրում, երբ որ դու պատկերացնում ես, թե ինչքան հեշտությամբ է այդ ամեն ինչը տրվում եւ իրական աշխատանքը ինչքան բարդ է տվյալ արդյունքին հասնելը, շատ տարբեր է։ Ենթադրում եմ, որ ոչ Հայաստանը այդտեղ կապ ունի, ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ կարևորը թե ինչ տեսակի անձնավորություն ես դու եւ ինչով ես առաջնորդվում, ոնց ես հասնում այդ նպատակին։ Պարզապես ինչքան բարձր է ժողովրդի կրթական ցենզը, ինչքան կրթված, ինչքան բանիմաց, ինչքան իրականությունը ճիշտ ընկալող է հասարակությունը, այնքան դժվար է այդ հասարակությանը խաբել։ Ինչքան անգրագետ են, ինչքան մանիպուլացնելը այնքան ավելի հեշտ է մանիպուլյացիա ենթարկել եւ այդպես ստերով նրանց կերակրել եւ քո պլաններն իրագործել։ Համենայն դեպս այսօրվա քո դիրքը աշխատանքի եւ շատ ավելի երկար ճանապարհ անցնելու արդյունք է։ Կուզեմ, որպեսզի դու քո խորհուրդը տաս այն մարդկանց, ովքեր որ գուցե չկողմնորոշված են զգում, այ քայլերի հաջորդականությունը ինչի վրա ուշադրություն դարձնեմ, այլ ցանկացած մեր հայրենակիցների, ովքեր որ եկել են, տեղափոխվել են եւ իրենց շատ կորցրած են զգում այս ճանապարհին, ինչ խորհուրդ կտաս։ Միանշանակ խորհուրդ կտամ, որ մասնագիտությամբ որ զբաղվելու են, նախ թող չվախենան մասնագիտությունը փոխելուց, նոր քայլ անելուց, որովհետև նոր երկիր, նոր հնարավորություններ, նոր դռներ, նոր հորիզոններ, հետեւաբար եւ լայն հնարավորություններ, որտեղ մենք պետք է հասկանանք, որքան մեծ է երկիրը, որքան հարուստ է երկիրը, նահանգը տվյալ պարագայում, որտեղ որ դու ապրում ես, որքան շատ է բնակչությունը, այնքան մեծ են նաեւ հնարավորությունները։ Բայց ամենակարևորը խորհուրդ կտամ, որ անպայման որ մասնագիտությունը որ ընտրելու են, այդ մասնագիտության մեջ մասնագիտանան, լինեն հնարավորինս լավը, եթե ոչ լավագույնը, որովհետև միջակությունների ճանապարհը երկար չէ եւ այդպես շատ հեռու չես գնա։ Լինել հաստատակամ, լինել սեփական արժեքներին անդավաճան, էլի հիմա մարդիկ կան, որ կասեն, բայց չէ որ այս մարդիկ այսպես բոլոր լարերի վրա խաղում են եւ այս մարդիկ բոլորի հետ ընկեր են ու բարեկամ, չի լինում նման բան։ Եթե նույնիսկ լինում է շատ կարճ ժամանակահատվածում, վաղ թե ուշ սուտը դուրս է գալու ջրի երես եւ մարդիկ հասկանալու են, որ դու կեղծ ես, անիրական ես, երկակի ստանդարտներ ունեցող ես եւ շատ արագ այդ ամեն ինչը փլուզվելու է։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի լինեն հնարավորինս հաստատակամ, իրենց անդավաճան, իրենց հետ առաջին հերթին։ Տեսեք, օրինակ իմ Գլենդելի քաղաքային գործունեությունը մշակույթի տվյալ պարագայում այդ պաշտոնը ներկայացվել է երկու տարբեր կուսակցության հարող քաղաքային խորհրդի անդամների կողմից, մեկը դեմոկրատ, մեկը հանրապետական։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որ չի եղել այստեղ կուսակցական խնդիր։ Անաչառ ընտրություն։ Եվ ես իմ տեսակով այնպեսին է, որ երբեք չեմ համարել, որ այ պիտի գնամ ու ինձ շատ են խորհուրդվել, ասել են այ անպայման դու պիտի դառնաս այս ինչ կուսակցության անդամ, որպեսզի հեշտ լինի։ Ես էլ ասել եմ, ես երբեք չեմ դավաճանելու իմ սկզբունքներին,
հանուն ինչ որ կարգավիճակ, ինչ որ պաշտոն։ Եթե դուք նպատակահարմար եք գտնում ինձ այդ պաշտոնը, եթե կարծում եք, որ ես արժանի եմ, կարող եք նշանակել, եթե ոչ, ես այդ պաշտոնը զբաղեցնելու համար չեմ գնալու զիջումների, չեմ դավաճանելու ինքս ինձ հանուն դրա, որովհետև ես համարում եմ, որ չկա որևէ մի պաշտոն, հանուն որի մարդը պատրաստ է ինքն իրեն դավաճանել։ Բայց դա ինքնաբավ ու արդեն կայացած անհատականություն լինելու արդյունք է, բայց կան մարդիկ, ովքեր որ դեռ այդ ճանապարհին են չկողմնորոշված, հնարավոր է եւ դա մի փոքր ավելի գրավիչ հանգամանք է թվում։ Հնարավոր է եւ լինում է։ Եվ մենք հաղորդման սկզբում խոսեցինք նախանձի ու չարության մասին, որ կան արդյոք մարդիկ, ովքեր նախանձով են ձեր հանդեպ լցված, չէ՞։ Ես կարծում եմ դրանք գիտեք, որ մարդիկ են, ոչ թե այն մարդիկ են, ովքեր տուժված են կամ վնասված են ինչ-որ մեկից, այլ այն մարդիկ են, ովքեր տեսնում են այդ հաստատակամությունը եւ գիտակցում են, որ իրենք չունեն այդ հաստատակամությունը։ Ես կարծում եմ սրանք ամենավտանգավոր մարդիկ են, որովհետեւ իրենք քեզ նախանձում են, որ ինչի իրենք էլ քո նման չէ, ոչ թե քո նման հաջողակ չեն, քո նման հարուստ չեն, քո նման կայացած չեն, այլ քո նման հաստատակամ չեն, որ իրենք պատրաստ են կուլ գնալ իրավիճակներին։ Ես որ տեսնում եմ, թե մարդիկ ինչերի են պատրաստ ինչ որ իրենցից ոչինչ չներկայացնող պաշտոն զբաղեցնելու, կարգավիճակ ունենալու համար, ես սարսափում եմ ու ապշում եմ եւ խոսքը մասնավորապես Հայաստանի մասին է գնում, ոչ թե Միացյալ Նահանգների, որովհետեւ ես կարծեմ մի անգամ էլ ասել եմ, որ ինձ ուզում եք հենց հիմա ուղիղ եթերում ասենք առաջարկեք որևէ նախարարի պաշտոն, նույնիսկ հանրապետության նախագահի պաշտոն, ու կտեսնեք թե ինչպես եմ դա մերժում։ Այսինքն այս մերժում ես, որովհետև քեզ չես պատկերացնում այդ պաշտոնում, որովհետև լինելու են շատ կապող թելեր, որոնց դու չես կարողանալու ենթարկվել, այսինքն դու քո տեսակով, դու քո կամակորությամբ, դու քո պատկերացումներով ենթարկվող տեսակ չես, դրա համար քեզ այդ պաշտոնում չես պատկերացնում։ Դե չեմ կարծում հանրապետության նախագահն այդպես ենթարկվող պաշտոն է։ Պարտավորեցնող, այսինքն շատ հանգամանքներում ես վստահ եմ, որ քո պրինցիպներին դեմ գնացող պաշտոն է ամեն դեպքում։ Դու միանձնյա չես կայացնում շատ որոշումներ։ Որը ստիպի ինձ դեմ գնալ իմ արժեքներին, իմ սկզբունքներին, միանշանակ չի լինելու, բայց խոսքս նաև համագործակցության մասին է։ Խոսքս ուղղված է նրան, որ մարդը պիտի մնա իր սկզբունքներին հավատարիմ եւ չպիտի լինի որևէ բան, որը համարժեք դառնա դրան եւ նա ասի, որ գիտես ինչ կա, այ հանուն սրա ոչինչ, ես կուլ կգնամ այս ընթացքին, կհամակերպվեմ, կդավաճանեմ ինքս ինձ, բայց կունենամ այսինչ կամ այնինչ պաշտոնը կամ այսինչ կամ այնինչ աշխատավարձը, որովհետև ես վստահեցնում եմ, որ դա ունենալու դեպքում դուք ձեզ երջանիկ չեք զգալու, որովհետև չկա այս աշխարհում որևէ պաշտոն կամ որևէ գումար, որը մարդուն կարող է դարձնել երջանիկ, եթե մարդը ինքը իր հետ ներդաշնակ չէ։ Կարճաժամկետ։ Իսկ եթե մարդը ինքը իր հետ ներդաշնակ է, մա չեմ ասում հաց չունի ուտելու, չծայրահեղացնենք, բայց երբ որ մարդը ինքը իր հետ ներդաշնակ է, այո, նա կարող է բավարարվել մի հաց ու պանրով, մի բաժակ ջրով ու իրեն զգալ երջանիկ։ Իսկ եթե մարդը իր հետ ներդաշնակ չէ, ոչ թանկարժեք մեքենաները, ոչ թանկարժեք տները, ոչ զարդերը, ոչ պայուսակները, դուք նկատել եք, որ շատ ոչ երջանիկ մարդիկ դրանով փորձում են ձեռք բերել այդ կեղծ երջանկությունը, խապկանք են ստեղծում իրենց շուրջ եւ համարում են, որ ոչինչ, այ ես հեսա կգնամ, ես Rolex-ի ժամացույցը կառնեմ, կկապեմ ու կերջանկանամ։ Բայց իրականում խապում ես ինքդ քեզ, ոչ թե դիմացին։ Այո, դու ընդհանրապես խապում ես եւ քեզ եւ դիմացինին։ Հիմա մենք էլ լավ հագնված ենք, թանկարժեք հագուստով եւ ես եւ դու, այսինքն խոսքը նրա մասին չի, որ, չգիտեմ, քրչու փալասներով լինենք կամ աղքատ լինենք կամ սոված լինենք։ Խոսքը նրա մասին է, որ դա չպիտի լինի առաջնային։ Դա պիտի լինի ոչ նույնիսկ ոչ էլ երկրորդական, դա պիտի լինի երրորդական, չորրորդական, անկարևոր։ Դա պիտի լինի միայն այնքանով, որքանով որ դու սիրում ես լինել գեղեցիկ, քեզ լավ զգալու համար եւ դիմացինիդ նաեւ էսթետիկական, ուրեմն հաճույք պատճառելու, նրա աչքին հաճելի լինելու համար։ Եվ վերջ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Բայց դա չպիտի լինի ինքնանպատակ, դա չպիտի լինի կյանքի շարժիչ ուժ, եւ բնականաբար առավել եւս դա չպիտի լինի պատճառ, որ մարդը դեմ գնա իր բարոյականությանը, իր ոգեղեն ու հոգեվոր արժեքներին, իր նույնիսկ մտավոր արժեքներին, հանուն այդ նյութական կեղծ արժեքների։ Շնորհակալ եմ շատ, իրականում շատ անկեղծ էր։ Միշտ շնորհակալ եմ։ Շատերը կհավանեն անկեղծությունը, շատերը կդատապարտեն անկեղծությունը, բայց ես միշտ գնահատում եմ անկեղծությունը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։